Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 26-ն է եւ սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է, երեկոյան հաղորդումն է։ Ճիշտն ասած մի փոքր ավելի ուշ եմ պատրաստում այս հաղորդումը, քանի որ լսում էի Հայաստանի ազգային ժողովում տեղի ունեցողը եւ հարց-պատասխանները հետաքրքիր էր, իրականում շատ հետաքրքիր էր, քանի որ հիմնական հարցը խաղաղության պայմանագրին էր վերաբերվում։ Հանդիմության հարցերն էին հետաքրքիր, Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատասխաններն էին շատ հետաքրքիր։ Ընդհանուր առմամբ ունեմ իմ տեսակետները եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ տեսակետներով։ Նախ սկսենք, երևի թե ամենաճիշտը այն է, որ լայքերը կարևոր են։ Սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փաստացի փաստեց մեր տպավորությունները, վերլուծությունները ճիշտ էին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասով փաստացի Փաշինյանին եւս հետաքրքրում էր այն հարցը, թե որքանով ակտուալ է ռազմավարական հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, հաշվի առնելով այս իշխանությունը, քանի որ նոր է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեծ հսկա փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, գիտեք այդ մասին, եւ հաշվի առնելով այդ ամենը, որքանով ակտուալ են, որքանով այսօրվա օրվան են համապատասխանում նախորդ իշխանության օրոք ստորագրված այդ փաստաթուղթը, չնայած որ Նիկոլ Փաշինյանը ասել էր նաև այն նախկինում, որ այս ադմինիստրացիան, Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիան հստակ տեղյակ է եղել, որ այդպիսի փաստաթուղթ է ստորագրվելու եւ այդ ադմինիստրացիայի համաձայնությամբ է ստորագրվել այդ փաստաթուղթը։ Եվ փաստացի ստացել է այդ հարցին ինքը դրական պատասխան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար իրոք շատ կարևոր է այդ ստորագրված փաստաթուղթը, ռազմավարական հարաբերությունների կանոնակարգը, նույնիսկ ավելին։ Հիշում եք, ես նշեցի առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարությունը, որտեղ որ հենց դրանից է սկսվում, եւ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ ռազմավարական գործընկեր է համարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Չնայած որ այդ փաստաթղթով դերևս բազմաթիվ կետեր կան իրականացվելու։ Հետո ամենակարևոր հարցը բնականաբար վերաբերում էր խաղաղության պայմանագրին, ընդդիմությունը փորձում էր մեղադրել Հայաստանի իշխանություններին, որ Հայաստանի իշխանությունները զիջումների են գնում, իշխանությունը փորձում էր հերքել, բայց ընդհանուր առմամբ իմ դուրը չի գալիս, երբ որ քաղաքական նորմալ կուլտուրա գոյություն չունի Հայաստանում բանավիճելու եւ խոսելու։ Բոլորը փորձում են լսարանի վրա կոնկրետ աշխատել, ինչը չափազանց վատ է։ Ընդդիմության հարցերը եւ ընդհանրապես արձագանքները շատ անգամ շատ ագրեսիվ են, չափից դուրս ագրեսիվ, եւ ես չեմ կարծում, որ դա ժողովրդավարություն է եւ ընդհանրապես քաղաքավարություն, շատ հեռու է դա նորմալ քաղաքական մշակույթից, բայց այն ինչ ունենք, փաստացի ունենք։ Սակայն անդրադառնանք բուն էությանը, եւ ես կարծում եմ, որ ամենակարևոր հայտարարությունը այս անգամ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում այն գաղափարն էր, որ Արցախյան շարժման էջը պետք է փակվի։ Միշտ ինքը գալիս է ինչ-որ կարևոր հայտարարություններ անելու, եւ այսօրվա ամենակարևոր ուղերձը Արցախյան շարժման էջի փակումն էր։ Ինչի հետ բնականաբար ես չեմ կարող համաձայնվել, ես կարծում եմ, որ ինքը պետք է ասեր այս փուլում։ Եթե ասվեր նախադասությունը այս փուլում, ավելի հասկանալի եւ ընկալելի կլիներ, քանի որ իրականության համաձայն այսօրվա ռեալությունից ելնելով այսօրվա Հայաստանը ռեսուրս իրոք չունի շարունակելու Արցախյան շարժումը։ Մենք գիտենք ինչ տեղի ունեցավ 20 թվականին եւ 20 թվականից հետո 23 թվականին ինչ տեղի ունեցավ, եւ նույնիսկ ասեմ, որ 20 թվականից հետո եւս Հայաստանի Հանրապետությունը քիչ ռեսուրսներ չէր ներդրել, որպեսզի Արցախը մնա հայկական։ Այդ մասին խոսել են ռուսները, ադրբեջանցիները, ես չեմ կարծում, որ կարևոր է դրանք կրկնել, քանի որ իրենց քարոզչական թեզերին են աջակցելու, բայց մենք գիտենք, որ Հայաստանը տարբեր ձևերով օգնում էր Արցախին եւ հետագայում Արցախի իշխանությունները չօգտվեցին այդ հնարավորությունից եւ չկարողացան կազմակերպել նորմալ դիմադրություն, քանի որ ներսից այլ հրամաններ ունեին իրենց տերերի կողմից։
Ես ամենայն դեպս ավելի ազատ եմ խոսելու, բայց ամեն դեպքում էլի զգուշ եմ արտահայտվում, քանի որ բավականին զգացմունքային եւ սուր հարց է այս հարցը։ Հասկանալով հարցի էությունը, ստիպված եմ այդպես խոսել։ Կրկին նշեմ, որ Փաշինյանի հայտարարությունը շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ինքը ասեր այս փուլում։ Սակայն նույն ժամանակ, եթե այդ խոսքն էլ ասվեր, երևի թե դա այլ կերպ ընկալվեր Հայաստանի հակառակորդների կողմից։ Հարցը նրանում է, որ այսօրվա իրականության մեջ Հայաստանի հակառակորդները ուղղակի առիթ են ման գալիս, որպեսզի հարձակվեն Հայաստանի վրա եւ պոկեն Հայաստանից սուվերեն տարածքներ։ Դա հələ լավագույն դեպքում ընդհանրապես ցանկություն կա ոչնչացնել Հայաստանը որպես պետություն։ Եվ այդ մասին կարծում եմ գիտի շատ լավ նաեւ ընդդիմություն կոչվածը Հայաստանում։ Ես ոչ թե պաշտպանում եմ Հայաստանի իշխանություններին, դա իրոք ինձ պետք չի, յուրաքանչյուր իշխանություն վաղը ընդդիմություն է լինելու։ Ես այն մարդկանց թևին չեմ պատկանում, որոնք որ սիրում են պաշտպանել իշխանություններին։ Եվ անկեղծ լինենք, ընդդիմության ուղղակի հայտարարությունները թեկուզ Արցախի մասով դրանք անկեղծ չեն, քանի որ Հայաստանի Հանրապետությունը իրոք ռեսուրս ունի այս պահին շարունակելու Արցախյան շարժումը։ Այս պահին ես հատուկ եմ ամեն մի խոսքի վրա շեշտ դնում եւ ուզում եմ որ դուք էլ հասկանաք, թե ինչի նկատի ունեմ ես, նույնիսկ տողատակերով։ Եվ դա է պատճառը, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն եւ Հայաստանի ժողովուրդը, թե ինչպես անեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ամրապնդվի, որպեսզի ապագա մեր սերունդները արդեն հնարավորություն ունենալու շատ ավելի ապահով եւ հզոր երկիր, շատ ավելի ապահով եւ հզոր անվտանգ երկիր։ Մենք պետք է կառուցենք մոտավորապես, միշտ ասել եմ, չեմ ուզում որ կրկին շաբլոնային հնչի այդ հայտարարությունը, բայց շատ կարևոր է որ դա նստվածք տա մեր հասարակության մեջ, միայն ես չէ որ դա ասում եմ։ Մենք պետք է կառուցենք Իսրայելի մոդելով պետություն։ Եթե մենք կառուցենք Իսրայելի մոդելով պետություն, շատ հարց կկարողանանք լուծել ապագայում եւ մեծ հաշվով այլևս անվտանգության լուրջ խնդիր չենք ունենա։ Եվ դրա համար հիմա պետք է վարել շատ ճիշտ, ճկուն, խելացի քաղաքականություն, նույն ժամանակ չանելով այնպիսի զիջումներ, որոնք որ վաղը մեզ թույլ չեն տալու կառուցել այդպիսի Հայաստան։ Եվ հետո ամենակարևորը այն է, որ մենք շատ երկար տարիներ Արցախյան նույն պատերազմից հետո մենք ասելով, չգիտեմ ինչքանով ճիշտ է ասել մենք, բայց մենք վատնել ենք մեր ժամանակը դատարկ, թալանել ենք մեր երկիրը, չենք ծառայեցրել մեր միջոցները երկրի զարգացման եւ բանակի հզորացման։ Եվ դա էր պատճառը, որ տեղի ունեցավ 18 թվականի Թավշյա խաղաղ հեղափոխությունը։ Դա էր պատճառը։ Բայց քանի որ հեղափոխությանը ես անդրադարձա, ես համաձայն չեմ նաև Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց եւ պահանջի, ապա ինքը հրաժարական կտա, ժողովուրդն է որոշում։ Դա շատ սխալ իմ պատկերացմամբ կոչ է, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ունի օրենք եւ ըստ Հայաստանի սահմանադրության տեղի ունենում ընտրություններ։ Ինչ ասել է, թե եթե հավաքվեք դուրս գաք փողոցներ, ապա ես կհեռանամ իշխանությունից։ Բնականաբար իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց կա ձև, թե ինչպես ժողովուրդը պետք է իրականացնի իշխանափոխություն։ Եթե Հայաստանի փողոցներ դուրս գալով իշխանափոխություն տեղի ունենա, ապա որն է իմաստը ընդհանրապես անցկացնել ընտրություններ։ Հիմա հարց կտակ, թե ինչի դա տեղի ունեցավ 18 թվականին։ 18 թվականին տեղի ունեցավ այն պատճառով, որովհետև ընտրությունների միջոցով այլևս անհնար էր իրականացնել իշխանափոխություն։ Իսկ հիմա Հայաստանում մենք տեսնում ենք, որ ընտրությունների միջոցով իրոք հնարավոր է իրականացնել իշխանափոխություն։ Հետևաբար նման կոչերը համ սխալ են իմ պատկերացմամբ, համ վտանգավոր, չափից դուրս վտանգավոր։ Այստեղ նաև կարևոր է նշել, որ այսօր Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով որ Հայաստանը միանալու է ապագայում Եվրոմիության, անդամակցելու է Եվրոմիությանը։ Այս առումով նաև հայտարարություններ են արդեն հնչում։ Առաջին հայտարարությունները բնականաբար Ռուսաստանից են, Զատուլինը հայտարարություն է արել,
եւ Զատուլինի հայտարարությունը ասում է, որ Կովկասի լեռներից էլ ավելի հեռու բարձր է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ Եվրամիությունը ոչ մի խոստում չի տվել Հայաստանին այդ մասով։ Ես պատկերացնում եմ, որ շատ բնական է, որ այդպիսի արձագանքներ կան, բայց միշտ ուզում եմ մեկ բան ասել նման հայտարարություններ անողներին, նման արձագանքներ անողներին։ Որն է ձեր երկիրը, որ մենք պետք է ձեր երկրի հետ կառուցենք մեր ապագան, թե տնտեսապես, թե քաղաքակրթորեն, թե անվտանգային առումով։ Անվտանգային առումով մենք տեսանք, թե որն էր ձեր երկիրը 20, 22, 21 եւ այդպես շարունակ այդ թվականներին մենք տեսանք եւ համոզվեցինք։ Տնտեսապես նույնպես Ռուսաստանի Դաշնությունը զարգացած չէ, տեխնոլոգիապես ընդհանրապես ոչ մի զարգացում չունի, քաղաքակրթական իմաստով եւս բավականին լուրջ եւ խորը փոսի մեջ է։ Եվ դա է պատճառը, որ երկրները ձգտում են դեպի Եվրամիություն, անկեղծ լինենք։ Բայց նույն ժամանակ ես միշտ ասել եմ եւ ասում եմ, չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ Հայաստանը պետք է ունենա թշնամական հարաբերություններ, մենք մեր հարևաններից ոչ միտեղ չենք կարող փախնել եւ հասկանում ենք, թե ինչ մեծ հսկա անծայրածիր երկրի հետ գործ ունենք եւ հետեւաբար մենք չենք ուզում թշնամանալ Ռուսաստանի Դաշնության հետ, այլ ուզում ենք ունենալ նորմալ բարեկամական հարաբերություններ, սակայն մեր արժեքային համակարգը մենք կառուցելու ենք եվրոպական երկրների հետ, Եվրամիության հետ, քանի որ իրոք արժեքային առումով Հայաստանը շատ ավելի մոտ է Եվրոպային, քան Ռուսաստանը։ Եվ դա էլ շատ վատ է, որ Ռուսաստանն ինքն է հեռացել Եվրոպայից, չնայած որ իրականում ավելի մոտ պետք է լիներ Եվրոպային, քան թե այլ չասեմ որ երկրներին, որտեղ որ իրենք ցկտում են եւ գնում հանդիպում են վերջին շրջանում Կիմ Չեն Ինների եւ մնացածների հետ։ Բայց չշեղվենք թեմայից եւ շարունակենք Հայաստանին վերաբերող հարցերը։ Հետաքրքիր հայտարարություն ունենք Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանից հայ-թուրքական հարաբերությունների մասով եւ Թուրքիայի հետ նա ասում է, որ պայմանավորվածություն կա ենթակառուցվածքները վերանորոգելու առումով, նաեւ հայ եւ թուրք մասնագետները հիմա ուսումնասիրում են, թե ինչ վիճակում է գտնվում երկաթգիծը Հայաստանից Թուրքիա, այսինքն թուրքական կողմը երևի հավանաբար իր տարածքում է հետաքննում ստուգում, թե ինչ իրավիճակում է երկաթգիծը, իսկ հայկական կողմը իր տարածքում։ Սա շատ կարևոր հայտարարություն է, որը որ մեզ հուշում է, որ ինչ որ չափով գործընթացները այնուամենայնիվ շարունակվում են եւ դա շատ պոզիտիվ է, իրականում դա շատ պոզիտիվ է մեր համար։ Հետաքրքիր հայտարարություն է արել նաեւ Ռուբեն Ռուբինյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով եւ նա ասել է, որ ադրբեջանական այդ պահանջները, նոր պահանջները դրանք անօրինական են։ Եվ գաղափարը հետեւյալն է, որ եթե բանակցվել են արդեն հստակ կետերը եւ համաձայնությունը ձեռք բերվել, այլևս որն է լրացուցիչ պահանջներ ներկայացնել։ Իրոք անհասկանալի է եւ անօրինական։ Ինչ վերաբերվում է պատերազմի հնարավորությանը, նա անդրադարձել է նաեւ այդ հարցին, նշելով, որ պատերազմի վտանգը կար 3, կա այսօր եւ կլինի վաղը։ Այսինքն կա այդ պատերազմի վտանգը։ Իմիջայլոց Հայաստանի ազգային ժողովում նաեւ խոսվեց այն կարակոծներից, տեսանյութերից, թե իբր կարակոծներ կան սահմանին, եւ երեկ էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն էր տարածել հայտարարություն, այսօր էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ ուղղակի կարակոծներին ուշադրություն պետք չի դարձնել, այսինքն դրանք տեղ չեն գտնում հիմնականում մամլո հաղորդագրությունների մեջ Պաշտպանության նախարարության, քանի որ օրինակի համար ադրբեջանցիները կարող են իրենց կողմում ուղղակի կրակել, այսինքն եթե չեն կրակում հայկական դիրքերի ուղղությամբ, այլ կրակում են օդը, փորձում են դրանով լարվածություն ստեղծել, դա չի համարվում որպես հրադադարի խախտում։ Եթե դրանք ուղղված են լինում հայկական կողմի ուղղությամբ, դրանք բնականաբար հրադադարի խախտում են, բայց այնուամենայնիվ իրոք վտանգ կա, քանի որ նման ձևով կարող է էսկալացիա տեղի ունենալ, մեկ էլ տեսար կարող է ուղղեն հայկական կողմ այդ կարակոծները եւ հետո կրկին սկսվի այն, ինչ մենք միշտ տեսել ենք նախորդ տարիներին, երբ որ Հայաստանում չկային Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Հայաստանի մասով նաեւ կարող եմ նշել, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին է անդրադարձել Հայաստան այցին։ Նա նշել է, որ կողմերը շատ
խորը կապեր ունեն, հին պատմական, մշակութային կապեր ունեն, հանդիպումների մասին է խոսել Իրանի արտգործ նախարարը, նաև ասել է այն, որ Իրանի դիրքորոշումը անփոփոխ է, երկրների տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի, ինքնիշխանությունը չպետք է խախտվի։ Եվ սա շատ կարևոր դիրքորոշում է, որը որ մենք միշտ լսում ենք իրանական կողմից, եւ այդ առումով մեծ գնահատանքի արժանի իրանական կողմի դիրքորոշումը։ Հիմնականում այսքան է, սիրելի հայրենակիցներ, միջազգային հարցեր այդքան շատ չեն այս պահի դրությամբ, որ ես ձեզ ներկայացնեմ եւ այդ հարցերը քննարկենք։ Կան որոշ զարգացումներ Թուրքիայում, կան որոշ զարգացումներ Իսրայելում եւ Պաղեստինում, նույնիսկ ցույց են կազմակերպել Գազայի շրջանում պաղեստինցիների ընդդեմ համաշարժմանը, այսինքն կան որոշակի հետաքրքիր տեղեկություններ, օրինակ Զելենսկին մեղադրել է Ուկրաինայի մասով, նաև այդ է հետաքրքիր։ Դա է հետաքրքիր, որ Զելենսկին մեղադրել է ռուսական կողմին այդ Սևծովյան համաձայնագրի մասով այդ պայմանները խախտելու մեջ, նրանց բացի Թրամփն էր հայտարարել, որ Ռուսաստանը հնարավոր է ձգձգում է այս հրադադարը, որը որ Թրամփը շայդ այսքան ձգտում է եւ ուզում է, որ հաստատվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, իմիջիայլոց տարբեր նաև լրատվամիջոցներ սկսել են գրել տարբեր սցենարներ եւ ասում են, որ քանի որ Թրամփը չի կարողանալու արագ հասնել հրադադարի, հնարավոր է երկու հիմնական ուղղություն, այսինքն կարող է Թրամփը որոշում կայացնի եւ չզբաղվի ընդհանրապես Ուկրաինայի հարցով կամ սկսի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի մասով, այսինքն ավելի շատ աջակցել Ուկրաինային, այսինքն եւ ես մասամբ համաձայն եմ այդ պարբերականների հետ, քանի որ եթե մենք հիմա փորձենք առողջ տրամաբանել, բայց նույն ժամանակ դժվար է առողջ տրամաբանել Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկա վարչակազմի քաղաքական մոտեցումների մասով, այսինքն անկանխատեսելի է, որ խաղաղություն են ուզում եւ խաղաղության են ձգտում, դա կա, ինչ որ միտեղ դա նաեւ կարող է գովելի լինել, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչ կան ոչ ստաբիլ հայտարարություններ են հնչում Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ դա բավականին դժվարացնում է մեր վերլուծական աշխատանքը, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը ցկցկի, սակայն նույն ժամանակ կարող է Պուտինը եւ վերջում ինչ որ միտեղ համաձայնվի, հասկանա, որ դա կարող է խնդիրներ ստեղծել կոնկրետ Թրամփի եւ իր հարաբերությունների միջև, ստանալուց հետո մաքսիմումը, բայց եթե ցկցկի, կարող է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես քիչ զբաղվեն Ուկրաինայով կամ էլ հակառակը սկսեն ավելի շատ զինել Ուկրաինային։ Եվ վերջում նաեւ ուզում եմ կարևոր մեկ տեղեկություն հաղորդել Վրաստանից։ Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Վրաստանի քաղաքացիների են առևանգել Գորիի շրջանից, օկուպացված տարածքներից նման պրակտիկա ցավոք սրտի վաղուց գոյություն ունի տարիներով։ Այս մասին հաղորդագրություն է տարածում Վրաստանի անվտանգության ծառայությունը, եւ սա իրոք բավականին լուրջ խնդիր է Վրաստանում եւ Վրաստանի համար, քանի որ այդ օկուպացիոն ուժերը հաճախ են կազմակերպում նման գործողություններ եւ առևանգում են Վրաստանի քաղաքացիներին։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, հաջողություն, կհանդիպենք։